сказать, визажист, стилист, финансист с красными дипломами, банкир, да, там. Իստերով ինչ կա վերցրել էի։ Ինքը մի բան ասում է, Վենյանաց մայիսինքը։ Հասկանում ես, որ դա բավականին լավ գումար է բերում ու պետք է Օրինակ շարունակել։ ես չգիտեի, որ այդ բառը այդքան գումար է բերում, ջոգում ես, ես որ իմանա այդքան գումար է Այ դու բերում։ որ իմանայր, հասկանում։ Այսքան տարեկից ասելու այսինքն։ Օրինակ ես չեմ պատկերացնում ինձ հարսանիքներին երգելուց։ ինչու ոչ, կյանք նայած Պրոդյուսեր այն, այ։ Ինչու ոչ, փող կա։ Չէ, ես Դե փող կա, աղջիկ ջան, դե աշխարհի երեսից վերանում է բլոգինգը։ սուպեր Ասեցի ինչ։ Արիստև, էլի այդ աչքերը։ Մայկան, Չգել ես Մայքել։ Ես ասում։ Մեծ չէ։ Քաղցր լեզու ունես։ իմ փոքր անգիտակցաբար մեղքը են ա եղել, որ ես ձև եմ թափել, որ ես մեռել եմ։ Անապատիարե։ Ինչա մեջը գրած որ։ Всё, ես գործել իվարկյան։ Հա։ Ու всё։ Լուրջ ես աս։ Էմո բռնվի։ Ա ինչ է։ Արա էտի։ Ոտին շատ իր։ Ամբողջ գառնիկը ոտքի մեջ է։ Պատրաստեք։ Հա, պատրաստեք։ Արեսը Անտեսանելի մարդ։ Շատ վեյան սուպեր ցույց ես տվել։ Շատ լավն է։ Ուտի յա։ շատ շնորհակալություն, շատ Ապրեք, զգացված ենք, երեխեք։ իրականում չենք սպասում, շնորհակալություն։ Ոսջիսի էլի հետևորդներ, մենք նորից նկարում ենք, ինչ էր մեր հաղորդմանը, խոհանոցում հաղորդումը։ Մենք դարձյալ ունենք հյուրեր, սիրով ներկայացնեմ մեր հյուրերին, մեր այսօրվա հյուրեր բլոգերներ են, բայց նաև քույրեր են, Վենյան եւ Հայկանուշը։ Այստեղից ողջույն, երեխեք, այստեղից երևում է որ դու ինչ կանես մեծացել, որ այդ երկու անունը չես կարողանում հիշել, կարդում ես։ Այստեղից երևում է ես ինչ լավ տեղ եմ նստած։ Ես Վերջապես հենց իմ տեղը։ առաջի հարցը Վենյա ջան, ինչի Վենյա։ Վենյա իմ իսկական անունը Վիներա է։ Փոքրից քուրիկս ինձ Վենյա։ նոր անուն է։ Չէր բաշարում ասել։ Էդի նույն բանը ոնց որ ես ասեմ Հայկանուշ ջան, ինչի Հայկանուշ։ Այկա, որտեղ Ռուսաստանում ենք մեծացել։ Okay։ Ռուսաստանում Հայկանուշ Բոլորը ասել Այկա մի քիչ դժվար էր։ Իսկ փոքր երեխայի համար Վեներա, հա, Վեներան, հա։ Դե չէ, Վենյան տենց ոնց որ տառը սխալ ելներ էլի անունիդ մեջ։ Ես կարդացի գիտեի Վանյա էր գրած։ Հետո ինձ հուշեցին որ չէ, տղեկ չեն։ Հա, Ժենյա չէր, Վենյա էր պաստորեն։ Շատ լավ, ուրախ ենք, ոնց եք։ Շատ լավ։ Հոյակապ, Գործերը ոնց են։ ընտիր, Լուրջ ես ասում։ միշտ։ Ինչով եք զբաղվում հիմա, օրինակ։ Իսկ գործերը ոնց են Ինչով իմոց չենք զբաղվում։ տպավորությունը որ Լավ, էլի գործ ինչով են չեք լավ, զբաղվում։ երկու սիրուն աղջիկա կողքի նստում։ Լավ, լսում ենք։ Ուրեմն սկսենք Էլ սկսի։ ինչից։ Ինչից։ Ամենասկզբից Աբրահամ Ռադիմ Իսահակը։ Բլոգերությունից, հա, ճիշտ ասեցի, չէ՞։ Բլոգերство Ահա։ в первую очередь։ Բայց ոնց որ այդ բլոգերստվային եկել ենք հենց ամենավերջում։ Այսինքն Սկզբից մակարոնի ցեխ էիք Սկզբից ոչ, Вень, ты расскажи. Սկզբից визажист, стилист, финансист с красными дипломами, банкир, да, там։ Իստերով ինչ կա վերցրել էիք։ Հա, Վենյայի պարագայում այդ իմը դիզայներ, հագուստի մոդելավորող, կոնստրուկտոր, Конструктор даже. да, Продюсер. швея, я сейчас являюсь ее продюсером. Также работала в организации. Վայ Չէ, մենք հասկանում ենք, Մենք հասկանում ենք մեր հետևորդներն են ասում, ինչու՞ ստրաշկում։ Երեք իսկ քանի տարի է որ դուք Հայաստանում եք։ 4-րդ տարին է։ Հա, շատ չի, դրա համար էլ դեռ ռուսերեն մտածելու եւ հայերեն թարգմանելու երևի բանը կա, հա։ Մտածում եք ռուսերենը թարգմանում եք հայերեն, տենց եք խոսում։ Ավելին ասեմ, կարելի ասել էս վերջի տարվա մեջ ենք մենք սովորել կարդալ, գրել, Մալացի։ գրել իհարկե այդ կարգի լավ չէ, ինչքան կարդալ, բայց Ձեզանից ով է ավելի հայտնի։ իհարկե Վենյան։ Հա։ Հա։ Դուք կամերայից ես կողմ եք աշխատում, այսինքն, հա, Ну, պրոդյուսերին։ շատ ժամանակ այո, ու ես իրապես այնց ձգտում երբեք չեմ ունեցել, էլի հայտնիություն ձեռք բերեմ, իմ մի քիչ ուրիշ գիծ է, я больше как организатор, տենց ասեմ։ Այսինքն լինում է նույնիսկ որ Как իրարից серый նեղանում кардинал։ եք։ Վերջի անգամ երբ եք օրինակ իրարից լուրջ նեղացել։ Լուրջ, բայց լուրջ, այն որ տեն շապատներ 3 ու այսօր իրար հետ լավ եք, բարի շնորհ եք Միշտ 5 րոպե
Հա 5 րոպե, դա լուրջ չի ուրեմն։ Քերերի մեջ Լուրջ երբեք երևի, լուրջ երբեք չի եղել, որ 5 րոպե հետո մոռանում ենք, որ վիճած ենք եղել։ Իսկ մա բոլորի մոտ տենց է։ Բայց մեր վեճերը շատ ծիծաղալու են, իհարկե, դաժե նույնիսկ հասնում են։ ինչ Ռուկանի տիպի է նկարում։ դրանք էլի լինում, ոնց է սկսվում դա։ Ինքը մի բան ասում է, Վենյան ասում է այսինքը։ Ոչ, այկան միշտ լարվում է վիճելուց, երբ որ ես առ եմ համարում իրան։ Ես չեմ սիրում վիճել, գոռալ, բարձր խոսել, ես ուղղակի լռում եմ, գնում եմ իմ անկյունում, ուղղակի իմ գործերով եմ զբաղված, իսկ ինքը շատ էմոցիոնալ է։ Ինքը չի սիրում կետ դնել։ Ու դրանից ինքը հասնում է իմ վրա, ասում է՝ «Կարես մի բան խոսած»։ Ահտակ, դե պատմեմ մի բան։ Դրվայի մտանքին։ Նոր հիշեցի կակրաս։ Այդ որ Վենյան ասում որ միշտ իր էմոցիաները զսպում է, ինքը դա ինադու է անում, այսինքն երբ որ իր հետ վիճում ես, ինքը տենց այն որ ինադու քեզ ուզում է հունից հանի իր այդ մալչանյը։ Ու լինում է մի հատ տենց պահ, որ ես եմ որոշում տենց անեմ։ Հա, պատմեմ, կարամ պատմեմ։ Հա, ոնց է։ Вот. Ուրեմն տենց ես իմ, как сказать, իմ ոնց են ասում։ Դու ռուսերեն ասես հարենք ասեմ բառը։ Как, блин. Характер. Нет, у меня в характере нету такого, որ ես շատ նեղանամ, sense քեն քշեմ։ 5 րոպե կարող է այդ բան ահավոր բռնկվեմ, բայց տակարյուն եմ։ Բայց 5 րոպե հետո թողում է, всё, ֆազերս են որ։ Ու այդ օրը ինքս просто որոշում եմ, ասում եմ, մի անգամ էլ ես տենց ինքս նեղանամ ու ինադու չեմ խոսում, բայց իմ մեջ sense որ ինձ ուտում եմ ու ժպտում եմ, ամեն անգամ ֆռում եմ, որ ինքը չնկատի էլի։ Вот. Ու ինչա Վենյան անում, այն կորքյա ներվային անում, արդեն ինքն է փորձում հետս խոսամ։ Ու ինչա իր ձեռի տակ ընկնում, լի մի հատ գուշակեք։ Հավա։ Ինչ։ Հավա։ Հավա, նավակ լսեցի։ Բա ես մտածում եմ բարձ, չգիտեմ։ Ոչ։ Պայուսա։ Ոչ։ Աթոր։ Դաշնամուրի ծանր։ Нет, расческа. У этой Շատ լավ ես պատմել։ Սանր, հա։ Это իր ֆիրմենի ինձ оружие, որ ինձ կարա մի անգամ չէ, 3 անգամ եղել է որ մենք իրար հետ վիճել ենք ու իր ձեռը սաներ անգել, որ այդ սաներով ինքը որոշել է որ այդ սաները պիտի գա դեպի իմ կողմ։ Վենյան կաբուրա ունի հատուկ սաների համար։ Անում ասես, նիզակի պես գցում։ Սաներ է։ Իսկ լինում է որ այտենց լուրջ ձեռնամարտի բռն, այն որ արդեն չանգրե, որ արդեն Այդ կարգի չէ, բայց ծեծել հա։ Բայց բոլորի մոտ էլ Սանում են իրան։ Իսկ մա բոլորի մոտ է։ Իսկ այդ պահին գոնե ինչ որ երրորդ մարտը կա որ բաժանում է ձեզ։ տատիկը։ Փառք Աստծո տատիկը կա։ Լինում է, հա, բայց հետո Երկար տարիների կյանք ենք մաղթում Դե իրար տատիկից։ ուտում ենք, դե իրար պաճ-պուչում ենք, այն կոպիտ ասած, այն որ չեն կարում առանց իրա։ Եղբայր էլ ունեք։ Այո։ Քույրիկ էլ ունենք։ Քույրիկ էլ 4 երեխա եք ընտանիքում։ Օ, սուպեր, մեծ ընտանիք է։ Իսկ իրանք չեն խառնվում ձեր այս բազարների մեջ, թեմաների մեջ, տենց որ տենում են վիճացեք, բարշացնեն, բերեն ընդհանուր թե տենց երկար քանի որ չի տենում չեն հասցնում իրանք մասնակցել։ Գիտեն մեր ընտանիքում, որ Կես ժամ հետո Կեժամ չէ, 5 րոպե։ հա 5 Որ րոպե։ խառնվի ինքն է դուժվելու։ Հա, всё, այդ արդեն հասկացել եմ, իրավաճ չեն խառնում։ Բան էլի հարցնեմ, հետարքիր է հենց Հայաստանում օրինակ բլոգեր լինելը։ Ոնց հասկանում եմ շահավետ, այսինքն նորմալ փող կա մեջ։ Դրա թող պրոդյուսերս ասի, այդ Փող ինքն է վերցնում, ինքը ծախսում, քեզ ինչ որ տալիս է չնչին տոկոսներ։ Դե այդքան էլ վատը չեմ, լավ։ 10% տալիս եմ էլի։ 10% ապրես, շատ լավ է։ Ինքը գոհու շնորհակալ Հա, եմ։ իհարկե։ 10% որ տալիս ես։ Բայց կադրի մեջ չեմ երևում, Հա, բայց հիմա սուպեր, սա աշխատանքը դու անես, ինքը մենակ նատ նկարվում է։ Բայց չէ, իրականում Վենյան շատ։ Այսինքն ու всё, հարցը լուծվում է, փողը դուրս վերցնում, ճիշտ է։ Այսինքն շահավետ է։ շահավետ է, բայց իրականում շատ մեծ աշխատանք է դրա հետևից թաքնված, եթե մարտենում է sense մի հատ կերպար, sense այսինքն ասող աղջիկ, իրականում շատ դժվար է միշտ այդ կերպարի մեջ լինել, երբ որ դու շատ հավասարակշռված մարդ ես ու իրականում հասկանում ես, որ դա բավականին լավ գումար է բերում ու պետք է Օրինակ շարունակել։ ես չգիտեի որ այդ բառը այդքան գումար է բերում, ջոգում ես, ես որ իմանա այդքան գումար է Այ դու բերում։ որ իմանայր հասկանում։ Այսքան տարեկից ասել է այսինքն։ հենց Վենյան, բայց ասել է, բայց ես վերջի 1-2 տարվա ընթացքում այդ այսինքնը գումար բերում, բայց ինքը միշտ ասել է այդ Իսկ բառը։ թվում է ինքը այդ բառը ասել է, դրանից հետո է սկսել այսինքն գումար բերել այդ բառը, այսինքն ինքն է սարքել այդ բառը, տենց բառ էլի։ Հա բրենդը սարքել է։ Շահավետ։ Բայց խի օրինակ հենց խի օրինակ այսինքն։ Դե հենց այդ բառն են նկատել։ Իսկ մա եթե հիմա Իսկ կարող լինել օրինակ ուրիշ բառ, եթե ուզե Օրինակ կներ բան, ասենք ռագատկա։
Չէ, այստեղ սա հարց ինչ է, էլի, այդ բառը դու օգտագործել ես, հետո ինչ որ մի հատ ռիլեգ երևի արել, որը որ տեսել եք ընկավ, հա, տենց ռեկ ու այդ սերիան շարունակվել է, հա։ Միշտ ասել եմ, այսինքն կոնկրետ այդ վիդեոյում չգիտեմ, կարող եմ միամիտ եմ ասել այդ, այսինքն Էդ էի ասում, էլի մտածված չի եղել։ Բայց եթե Վենյան խելացի չլիներ, օրինակ կամ աշխատասեր, օրինակ ես լինեի топ ընկներ այդ վիդեոն, կոպիտ ասած ռեկոմենդացիա, կասի հալա վաու, կա կլասնա, ու տենց ուրիշ բան կնկարեի։ Ինքը էդի բռնել է մոնետիզիրվել է, այսինքն ինքը հասկացել է, որ մարդիկ դա հավանում են, սկսել է նկարել, այսինքն այն պահին, երբ որ մենք միտեղ գալիս ենք նստած հաց ենք ուտում, այս աղջիկը նկարում է, այս աղջիկը ոնց որ այդ պահը չի վայելում ու զուտ իր այդ աշխատասիրության շնորհիվ ինքը քանի կես տարվա ընթացքում 300 քանի հազար հետևորդ պլյուս double իր 200,000 հետևորդին Մենակ Instagram-ը։ Հա, ինքը հավաքել է, բայց այդ 200,000 հետևորդն էլ մարդիկ երևի մտածում են, վայ, այսինքն այդ ոնց, ինչի, տիպը, նու նախանց մարդիկ տենց են ասում, մի հատ ինչա բառա էլի, բայց միջև այդ այսինքնը հայտնի դառնալը հարցրեք այս մարդը ինչ ա եղել։ Ինքը Հարցրեք։ Ես եղել եմ մեյքափ արտիստ, Վարշավիր, ու իմ կոնտենտը եղել է աղջիկների համար կոնտենտ։ Там beauty сфера. Только девочки были. ավելի բարդ է։ Մեյքափ էի անում, շատ դժվար մեյքափներ էի անում ու շատերը զարմանում են թե ոնց կարա ես թողնեի այդ գիծը ու sense ռիսկի թեքվեի, ուղղակի դա իմ երազանքն է եղել փոքրից։ Ես զգացել եմ, որ իմ մեջ կա ոնց ասեմ, энергия, которая не передается, պետքա Պետք է օգտագործել ճիշտ, քանի որ ամեն մարդու մեջ չի այդ սիգնալները, որը պետքա զգալ։ բռնել։ Հա, էտա, Սիգնալ գալիս է, պիտի բռնես ու ինքը չի ուզեցել երբեք դառնալ հայտնի, ինքը ուզեցել է կարի Անեն շորիկներ ա կարում, որ դուք կարող եք շատ եկել ենք ստուգով։ Լավ մարդու թե աղջիկ։ Մեզ հետաքրքիր է, իսկ ում այլ Երեկոյան Հարսանյան հետևորդներն էլ հետաքրքիր է։ 19 տարեկանում առաջի հարսի շորիկը ես կարել ես, մեծ պուշնի որ Սամաուչկա դու ես այդտեղ չեր սովորում։ Բայց մեկտեղ սովորում ենք, ես էլ Վենյանն էլ։ Այսինքն ուզում ասեմ կադրից դուրս լիքը բան եմ անում, որը մարդ համար հասանելի չէ։ Կադրից դուրս այ բալա մեկ ենք սվարկան ենք անում, բան ենք անում, ինչի մասնա խոսքը։ Մի հատ բան հարցնեմ, ես այսինքն պրինցիպի ինչ որ ձևի Բակուկու Բակուկուն, ինչ է, դա ուզում եմ հասկանամ Կուկուն ինչ գործ ունի, այսինքն Այդ բառներ պատահական։ Այսինքն կարող է ես սաղ կյանքումս օգտագործել եմ, բայց հենց կուկուն շատ պատահական, չգիտեմ։ Կուկու։ Այդ վիդեոյում ես Տիպը սենց կուկու, էտա, գիժես, հա, էտա թե Էտա նշանակում, բայց Հայաստանում ինձ սաղ կուկու են ասում որպես կուկու։ Իսկ երեխեք Ես երկու տարբերակ էի մտածում, էլի, մեկը որպես կուկու, որ ասում ես որպես կուկլա, եւ երկրորդ տարբերակը, որ ծուծու տիպը կուկու այդ։ Ես այնտեղ դու շատ ակտիվ էիր, հիմա ինչ որ մի տեսակ չենք տենում։ Այո, հիմա աշխատում ենք Ուրիշ բարի վրա։ ուրիշ բարի վրա։ Այսինքն այդտեղը բնի բայց Պարզապես Բայց Ոչ, դա բառ չի, դա հենց կոնկրետ լուրջ պրոյեկտներ է, որը որ շուտով Լիքը մտքեր ունենք, այո, մի տեղում նստած չենք, Շատ իրականում։ լավ։ Կկիսվեք թե պետքա դեռ չակերտները չբացել։ Դե հա դեռ չբացենք Դեռ չբացենք։ Երեխեք իսկ ոնց են նայում մեզ էլ հրավիրեք որ մեկ էլ մասնակցել։ Մեծ սիրով, եթե դուք այսինքն ցանկանաք։ կուկուն ինչ որ մեկը ինչ որ միտեղ օգտագործնա, ոնց եք նայում դրան։ շատ նորմալ։ Դա ոնց էր Ավելի դրական երևի։ դրական։ Հա։ Չեք գնում, ասենք միտինգ անեք, բան, էտի մերն է, այդ մեր ավտորսկինա բան, հա։ Հեղինակային իրավունքի։ Հենց հիմա ներկայացում ենք անում, այսինքն կուկուն կա մեջը։ Լուրջ ես ասում։ Լուրջ։ Բայց Կարող է դու լավանել։ մենք էլ ենք օգտագործել այսինքն կուկուն, եթե կհիշեք Ես չեմ հիշում, երեք խնձորի մեջ մի անգամ եղել է Բոլորի մեջ է։ Բայց ես այն ժամանակ չգիտեի որ դա Վենյանը ասում, ուղղակի բանով էինք տեսել Instagram-ում։ Էդի հա, գրել էին հատուկ Պահանջեք այդ գումարները բոլորից։ Բայց Ովքեր Շատ որ նորմալ է նայում ես դրան։ Այդ ոնց էր մի հատ ոնց են սա հիմա տրենդներ բարում, չէ՞։ Հայտնի, սա նույն դիժենյաները։ Հիմա ոնց էր ստեղծող այդ տրենդը եղանա որ հակառակը։ Այդ լավա որ ավելի տարածվում։ հպարտանում ես, հա, որ մի բան ես տալի։ Պրոստը Վենյա, մի կարող հատ է բան ճիշտ հարցնեմ, էլի, ես օգտագործել։ նայեցի քո էջը Instagram-ի։ Այնտեղ գրված էր երկչուհի, հա, եւ ինֆլուենսեր, որ նշանակում է
բլոգեր, էլի, այսինքն ազդեցիկ մարդ, թարգմանությունը ես չգիտեի ինֆլուենսերը ինչ է, որ ճիշտն ասեմ, այսօր թարգմանել եմ քո թանկխաթր համար, անկեղծ չգիտեի, տվեց բան, ազդեցիկ մարդ, այսինքն այդ ազդեցիկ մարդը հասկացա, ազդեցիկ մարդը հասկացա, գրված էր երգչուհի, ուզում եմ հասկանամ դու երկչույի վոկալի հետ ինչքանով կապում ես։ Ես զբաղվել եմ վոկալով մի 3 տարի փոքր ժամանակ, 13 տարեկանից մինչև 16 տարեկան զբաղվել եմ վոկալով, հետո բաց եմ թողել այդ սֆերան, հասկացել եմ, որ չեմ կարա ամենտեղ բռնեմ ինձ ու գտնեմ ինձ։ Ուղղակի միշտ փորձել եմ ամենտեղ ինձ, քանի որ ես միշտ մերոնց եմ ասել, որ ես ուզում եմ ամեն ինչ ես կյանքում փորձել։ Իհարկե, в пределах разумного։ Մի անգամից։ Ու հենց կոնկրետ այդ փորձելը ինձ բերեց իմ այս լիչնեսթի։ Okay։ Որ ես հիմա Ուզում եմ հասկանամ այդ որ երգում ես։ Այո, երգում եմ։ Ինչ ոճ է, կամ որ գնացել ես վոկալին, դա կլասический բան ա եղել, վոկալ ա եղել, эстрадный вокал, ինչի մասին է, էլի խոսքը։ Это современная музыка. Я сейчас занимаюсь конкрет նրանով ու ուզում եմ создавать, как будет на армянском? Ստեղծել այն ինչ իմ սրտին է մոտ, բայց նաև ես ուզում եմ հաշվի առնեմ տրենդները։ Այսինքն անալիզ եմ անում, որ երգը իմ մոտ կարա աշխատի, որը չէ։ Այսինքն ինչ ուղղությամբ շարունակենք աշխատենք, որովհետև Պրոդյուսեր, դու ոնց ես տեսնում, որով է լավ բլոգինգի մեջ վոկալի։ Ես իրան տեսնում եմ որպես արտիստ ավելի շատ բեմում։ Ես շատ եմ աշխատում իր հետ այն ուղղությամբ, որ ասում եք ինչու ակտիվ չի հիմա, հենց այդտեղից է էլի եկի ասել եմ Վենյա ջան, արի մի հատ նստենք հասկանանք էլի, դու հիմա շատ ուզում ես որպես բլոգեր շարժվես առաջ, թե որպես երգչուհի, այսինքն մեկը մյուսին հիմա ավելի հեշտ է երգչուհի դառնալ, երբ որ դու ընդհանրապես ճանաչված չես ու լսարան չունես, կոպիտ ասած հեյթ չունես, որովհետև երբ որ դու բլոգեր ես, մարդիկ sense են լավ էլի բլոգերը հիմա պիտի երգչուհի լինի կամ լավ էլի բլոգերը պիտի դերասանուհի լինի, այդ տեղից թռնողը sense է, տեղից թռնողը նենց է, տենց մի քիչ ավելի դժվար է։ Դրա համար պիտի հասկանաս, եթե դու բլոգեր ես, պիտի, տվյալ քայլեր անես, որ էջը sense աճի, դու գովասներով քո ոնց որ բլոգի ոնց որ աճ ապահովես։ Կամ պիտի որպես երգչուհի շարունակես, այսինքն ինչ որ մի բաներ արդեն չանես, էլի, որովհետև մեկը նորմալ է, էլի, որ դա դժվար է։ Իհարկե կարելի է նորմալ ասելով, ասենք, ոնց ասեմ, դերասանը կարող է լինել բան, չգիտեմ, մի հատ պաշտոնյա նախարար կարող է լինել։ Քաղաքապետ։ Միաժամանակ ինդիկատի ունես։ Չէ, միաժամանակ չէ, հա, միաժամանակ։ Հիմա ես ուզում եմ որպես պրոդյուսեր Հայկան, դրա համար եմ ուզում։ Դու որտեղ ես տեսնում, սենց ասեմ էլի, շահութաբեր, եթե նայում ես, ինձ թվում է բլոգի, ինձ թվում է, չգիտեմ, դու պրոդյուսեր ես ավելի լավ։ Մենք այդ աշխարհից այնքան հեռու ենք երեխեք։ Մենք ոնց որ մի քիչ դինոզավրերի դրա համար կարող է էլի ձեզ ինչ հարցնել։ Բլոգը կարա ներկապային ինչ ուզես, նկարես, գումար աշխատես, բայց եթե նայենք երգչու այդ կարիերայի տեսանկյունից, դա ոնց որ վկլադ в будущее, այսինքն երգչուհը գիտենք, պատկերացնում ենք, հա։ Հենց այդ է, հիմա աշխատում ենք ոնց որ իր երգչու անունի վրա, հետո անունը աշխատելու է մեր վրա։ Իսկ որպես բլոգեր ինքը պիտի միշտ ոնց որ регулярно вести блог, միշտ լինի, как сказать, այս ռիթմի մեջ, այսինքն տրենդների մեջ դա հասցնել համել որպես լուրջ երգչուհի լինել, մենք ոնց որ անալիզ ենք արել ու հասկացել ենք, որ մեկը մյուսին ինչ որտեղ մեկը խանգարում է, կամ պիտի ինչ որ չափով ստեղ զիջես, կամ էլ հրաժարվես այս կարիերայից, որովհետև չգիտեմ, եթե ուզում ես որպես երգիչ քեզ լուրջ վերաբերվեն, ոնց որ նույն պարերը, այդ ամեն ինչը դե չէ, դու պիտի վոկալի հումորային բաները ոնց որ պիտի վերանան։ Ուժեղ տվյալներ ունենաս, էլի։ Վոկալի համար պետք չի այդ ուժեղ տվյալները, բայց վոկալի համար պետք է։ Ինձ թվում է, այս դարում այդքան, եթե տենց անալիզ անենք 50%-ը շատ պրոֆեսիոնալ երգիչներ են, որ հասկանում ես, որ այստեղ պիտի գնահատվի շատ ձայնը, կան երգիչներ, որտեղ ունեն ինչ-որ ձայնային տվյալներ։ Սարքում են մի հատ պլյուսով սկսում են երգել։ Ոչ, նայած ուր ես դու նայում, ինչ մասշտաբներով ես դու քեզ գնահատում։ Օրինակ ես չեմ պատկերացնում ինձ հարսանիքներին երգելուց։ Ինչու ոչ, կյանք նայած պրոդյուսեր է, նայ։ Ինչու ոչ, փող կա։ Չէ, ես դե փող կա, աղջիկ ջան, դե փող կա։
Այդպես մեր մոտ միշտ կռիվ է։ Պրոստը պիտի ժանրը փոխը։ Իսկ գիտեք Հայաստանում հայկական էստրադայում կամ շոու բիզնեսում մի երգիչ ամենաճանաչվածը, որը որ հարսանեկին ելույթ չի ունեն։ Երևի ոչ, որովհետև Չկա։ իրանց Ուզում ասեմ, դրա մեջ նպատակը ուրիշ վատ բան է։ չկա, Այո, դրա մեջ վատ բան չկա, Դրա մեջ վատ բան բայց չկա։ ինքը այն տեսանկյունից է ասում, ինքը իրան տեսնում է միջազգային բեմերում, Եվրովիզիոնիա այսինքն է նույն երեխեք, վերցնենք Ջենիֆեր Լոպեսին, Դրա համար պետք է դերասանուց վոկալային դարձավ տվյալներ, երգչի, մի բոլորն համոզեք։ ասում են դու չես կարա, այսինքն դերասանուց Ինքը երգչի։ դերասանուհի չէ։ Ինքը իրական պարուհի է, Այո։ Հա, պարուհի, հա, պարուհի։ Այսինքն պարուց դերասանուից երգչի, որ տենց վերցնես, այսօր ինչքան ոնց որ քեզ ասում են դու չես կարա, հիմա կապ չունի։ Ամեն մարդ ես կարծում եմ ունի ձայնային տվյալներ, պրոստը մեկը որոշ չափով քիչ, որը մյուսը հենց ի սկզբանից եթե մանկուց պարապես, ոնց որ ամբողջ ժամանակը դրան տրամադրես, քո ձայնը ցանկացած ոլորտում էլ վիզ դնես մի բանի հասնում ես ավելի շատ, քան եթե այնքանավոր ձեռի հետ երգես։ Ոնց որ Վենյայի նույն այդ 3 տարի վոկալ գնալ ոնց որ խոբի էր, այսինքն Սիրողական, հա, սիրողական։ Նա լուբիցելսկը ոնց որ բանի վրա է։ Այո, Հիմա գովազդով զբաղվում եք։ իրականում դա էլ ենք ոնց որ как сказать, минимализировали в блоге, որովհետև էլ եմ ասում, որպես արտիստ ես հիմա այդքան շատ Վենյային չեմ, ես կարող եմ, որպես բլոգեր ես էլ ինչ որ չափով ասում եմ, տեսեք, ես մի բան է, ես ինչ լավն է, կամ գնում եմ ասում, վայ, եկեք ստեղ հենց կոնկրետ օբյեկտ ասում եմ, խանութ է, չգիտեմ, բիզնես ասում, եկեք ստեղ սենց, в общем, ինքը հիմա արտիստի հենց այդ է, ոնց որ մակարդակ չեմ ուզում ցածրացնել, вообще վատ բան չի, ուղղակի եթե մենք իրան տեսնում ենք հետագայում բեմերում, ես հիմա չեմ պատկերացնում, որ Վենյան գնա ասի, վայ, գիտեք ինչ կա, այս ինչ բան է, այս ինչ լավն է, եկեք ստեղ, ու սենց մեկը մյուսին ոնց որ հերուն նայող պրոդյուսերը, էլի, այսինքն կապում է այդ ապագայի հետ լիքը բաներ, որ այ այտենց մի հատ հարց կա, որ նկարել եք մի բան, որ հիմա որ նայում եք, ասում եք հիմա որ լիներ, սա մենք չէինք անի երբեք։ Այո։ Հա, կա տենց Այո։ վիդեո, որ հիմա չէի կանի։ Այն ժամանակ արել եք ու դաժե կարող եմ միտեղ հանենք, փոշմանենք։ Այո։ Այս դու հիմա դրա մասին ես էլի խոսում, որ հետագայում չլինի նենց բան, որը որ ուզենք ջնջենք կամ մարդկանց հիշողությունից ջնջենք։ Okay, դու հերատես պրոդյուսեր ես, բայց հիմա մեր ֆորմատը նենցա որ պատմում ենք այստեղ պատմություններ, որոնք որ խնդալու են ծիծաղելի են մեր կյանքի ոլորտի, այսինքն ինչ որ պատմություն, որը որ կարծում եմ եւ մեզ եւ հանդիսատեսի համար հետաքրքիր ու ծիծաղելի։ Ձեր աշխատանքի խոհանոցից եթե։ Խոհանոցից, sense ասենք, իսկ կուխնի էլի, внешняя кухня, չէ՞, տես բան կա, տես ներքին խոհանոցից ինչ որ հետաքրքիր բան։ Լավ, ինչից սկսենք մենք քո հայտնի լինելու այդ փաստից շատերը կմտածեն, վայ, այս աղջիկը քուրնա նախանձում է, չէ, ոնց կարա ինքը ինչքան աճի, այնքան ավելի ոնց որ իմ համար լավ։ Այդ պատմեմ։ Վենյայի հետ մարդ հելնում ենք, զբոսնում ենք, գնում ենք նկարահանումների լուցկիխ մստակ, որտեղ լիքը մարդիկ կան։ Վենյայի հետ ոնց որ 100 մետրը դժվար է անցնել 2 րոպեում։ Իր հետ անցնում ես կես ժամում, այսինքն նամանավանդ, եթե երեխեք կան, всё, Վենյային կորցրիր։ Եղել է տենց դեպք նկարահանման ենք գնացել, ոնց որ վճարում ենք, չէ՞, ամեն դեպքում փողը։ Վիդեոգրաֆին վճարում ենք, պիտի всё, հեսա ժամա գնում, էս, ինչ է Վենյան անում, ոնց որ հելելա անվճար, ոնց որ благотворительная акция, հելելա սենց ստենդի պես կանգնեցա մարդիկ գալիս են նկարում են ու այդ օրը տոն էր։ Вот, հիմա ասում եմ, всё, ура, վերջացնում ենք, գնանք շարունակենք նկարահանումը, այս Վենյան ֆռում է, ինչա ցույց տամ։ Ուզում եմ ասեմ, Վեն, տիպը, всё, էլի խնդրում եմ, հասկանում եմ, դու չես կարող մերժել, սիրում ես այդ փուճուրներին, ես էլ եմ անչափ սիրում, բայց ախր չի կարա տես։ Գործ պետք է անենք, հա։ Ֆռում ասեն։ Ասես աչքերով ինձ նայում է, այն որ ասում եմ, լավ էլի մի բան էլ, դու ինձ մի բան պիտի անես, նու տիպը այդ ոնց է մաման փուճուր ժամանակ, որ հայացքով սենց Լարում աչքերը։ արդեն հայացքից հա կարելի է սա հասկանա։
Վենյա միգուցե դու ցույց տաս ոնց ես արել։ Այ ասում եմ կային ժամանակներ, որ ես էլ էի տենց ստենդի նման կանգնած, մարդիկ էլի գալի գնում էին եւ այլ։ Այն ժամանակ Էմիլ ոնց որ Հիմա նստած ջերմուկի վրա։ Մանումենտի տան։ Ես հրապարակի Միկի Մաուսի ճուճենի նման մնացել էի թևս տենց։ Հա, չէ, պահում եք գալի։ Մի դասարան մարդ գալիս էր նկարվում էր։ Իսկ բան աուդիտորիան, որոնք որ Վենյա հետ ուզում են լուսանկարվել, հիմնականում ավելի 16-ից ներքև աուդիտորիանը թե ավելի մեծ։ Անկեղծ տարբեր։ Տատի, պապի Ճիշտ է, գալիս են։ մեծամասնությունը պատրոստքի, հա, բայց չգիտեմ, ով որ ունի հեռախոս, ուզում է 10 տարեկան երեխա լինի, մինչև 60, 70 Տատի պապի տարեկան։ չեն նկարվում իհարկե, բայց ասում են դուք են աղջիկներ։ Այսինքն ճանաչում են հիմա այդ մարդիկ են ունեն էլի, Instagram ստացվում է, էլի այդ տատի պապիները։ Հա, Որտեվ Զարգացած են բոլորը։ Չէ, գիտես ինչ, TV-ով չի երևացել Վենյան, հերոստատեսությունից իրան չգիտեն, էլի։ Այսինքն այն մարդիկ, ովքեր որ տարիքով են եւ ճանաչում են իրան, նշանակում է նրանք ունեն Instagram կամ հետևում են կամ նայում են, էլի, որ փողոցում տեսնում ճանաչում։ Հա, բա կնգա հետ Ալբարտ, հələ նայ կուկուրա։ Որ կուկուր։ Են, այսինքն։ Վենյա դու պատմի մի Այդ չեղել օրինակ որ տունը վիդեո նկարեք, տնեցիք խանգարեն։ Խանգարեն, ոյ։ Այն որ լավ էլի, բան, պապա կամ չգիտեմ, տատիկ, չեն կողմ նստի բան եք Առանձին նկար։ տուն առնելու ժամանակն է, ես տես ջոգեցի։ Հա, այսինքն խանգարում են։ Իհարկե։ Ընտանիքը շատ մեծ է, Հա։ իհարկե։ Պետք է սաղին խնդրես, որ մի գոնե մի 10 Սո րոպե։ լրություն սենյակ չմտնեք։ Խնդրես։ Սենյակի վրա կարմիր լամպոչկա դրեք մի հատ։ Այն բանը Ծիխը ռեքի իջոց բանը, զապի։ ծիխի դոզա։ Իսկ չի եղել տենց որ իրանց խանգարելը ստացվել է Ավելի ընկել են կադրի մեջ եւ ստացվել է դա շատ ավելի լավ, Բնական։ չգիտեմ, էլի տենց ինչ-որ լավ հետարքիր բան, վիդեո։ Եղել է ժամանակ, Զալիցել է, էլի բան։ այս վերջերս վիդեո է տեղադրել, նոր եմ նկատել, որտեղ մայրիկից հեռախոս էի նվիրում, ու այդ վիդեոյի վերջում եղբայրս շատ պատահական սենյակից դուրս էր գալի իր մատրասով ու ասում էր, «Այս մատրասը տանում եմ ծախեմ»։ Что-то такое по приколу он сказал, չգիտեր որ նկարվում է։ Ու էդի կոնկրետ սախ նկատել էին։ Լինում է իհարկե։ Բլոգերսկի տալիկա, ապերել դերից էլի մատրասով գալի, ասենք անկախ ինանից գնում է կադր ու հետաքրքիր բան է ստացվում։ Վենյա դու կարող ես տենց ծիծաղաշարժ ինչ որ բան պատմես մեր հետևորդներին, որ քո հետ եղել է։ Չգիտեմ, օրինակ այդ քիչ է, չէ՞ մի տեսակ խոսում։ հա։ Քիչ է խոսում վենյան։ Չա խոսում, չէ։ Տուն ասել եմ։ Աշկերտ ցենց ասել նայել են։ Ապրադուսն ասել է, «Վելոք կպայսկի»։ Մի հատ ավելորդ ժպիտ, всё փող է սպարք, всё։ պատմենք։ Օրինակ դաժե այդ ֆոտո լինելու ժամանակ, ասեմ քեզ, ես հասկացա որ շատ են հետ այդ ֆոտո, դաժե այդ ժամանակ շատ տենց խնդալու դեպքեր են լինում, էլի, կոնկրետ մեր հետ եղել է։ Օրինակ եղել է ժամանակ, то есть իմ դուրը երբեք չի եկել, երբ որ նկարվելուց կապ չունի աղջիկ, տղա, ինձ գրկում են։ Հա, կարող է դեռ չգրկի, բայց մատերը ձև երևա կադրից դուրս, ու ես միշտ խնդրում եմ հանկարծ без рук։ Եղել է դեպք, որ ինձ նշել են ստորիում, ու ես նայելուց տեսել եմ, որ այդ մարդու ձեռը սոտքի իմ խնդրելուց հետո մեկը, то есть իր չոր կոտոշը Ինքը արել է իրան։ Այդի դուրը ստեղ Այդտենց հիմա բաներ կա, դուր գնաց ռայոններ։ Ինչ բեզրուկ, ինչ բեզնով։ Ինչ ես խոսում, գիտես ոնց են անում։ Էլ գիտես ոնց են անում։ Հələ այ քաշում է, всё, դու պետք է գաս մեր տուն ասում է։ Մեր հետ օրինակ եղել է իմ ու Արտյոմի հետ մի հատ դրվագ, որ մենք նկարահանվում էինք, բան ռեկտով ֆիլմ ենք էլի նկարում, բանն է գնում տեսարանը, մի հատ տղա անդադ գալիս է կողքերից խոսում է, էլի անծանոթ տղա, ասում են աղբեջ ջան, խոսում ես, չի կարելի էլի զվուկ է գրվում, բան, ասում են ինչ ես ուզում, ասում եմ տղեկ հետ նկարվեմ։ Ասում են դե լավ, գնա նկարվի, գնա, թող մենք մեր ստոպ են տալի, գալիս է տղեն կանգնում է իմ Արտյոմի մեջտեղ ու ասես նայում է ուշադիր կամերային։ Ասում է դե նկարեք։ Հա, մեր կամերան։ Մեր կամերային, կինոյի կամերան, ասում եմ աղբեր, հեռախոս, բան, ով է քեզ նկարելու, նկարի, գնա։ Ասում է չէ, տակ, բանը դրած ասում, Այդտենց ասեցիք հիշեցինք, նույնն էլ լինում է, էլի գալիս են նկարում են, այդտենց ասում են նկարեք։ Ասում հա նկարենք հա ես իմ հեռախոսը ուր ուղարկեմ ինչ անեմ։ Հետո ես ինչ անեմ ես Ասում ես նկարել։ գնա հա լավ հեռախոսդ բեր գնում են մի 100 կիլոմետր են կողմ մամ կտաս հեռախոսը ու այտենց վիճակներ լինում են։ Հետո բերում այս ոնց է փոխում։ Ես ոնց եմ ասում։ Հետո մեջը տեղ չունեն Սպասեք բան։ տեղ ազատ եմ այտենց բաներ լինում է հա։ Всё, Դու եղած քո բաները հեռախոսով նկարի ինձ ղրկի ես համար։ Հա, տենց էլ արեց արեց։ հղարկի։ Հա, կա եղել է մեր հետ։ Եղել է ձեր հետ որ ասեն
Կոերախսով նկարի իմ մոտս չի, եթե ուղարկես Եղել է ինձ խնդրել իմ համար։ հերոքոսով նկարել, բայց ուղարկել։ Ու երևի դա են դիտարկել, էլի։ Դե դա կարող է տենց են անում, որ հետո համար բան կոնտակտ բանման ունենան, Բան այլ որ ուղարկի ինձ, որ Հա։ Դա չգիտեմ։ Բա պետք է խորանաս տենց բաներ վրա, Գևորգ ջան, այսօր։ Այսօր դու պայծառացել ես, 200 աղջկան մեջտեղը նստել ես, գույնը դուրս գալիս է, ոչ եմ ասում։ Նույնիսկ գրիմը քեզ չի օգնում։ Շատ պայծառ ես։ Կարմրել եմ։ Չես կարմրել։ Չէ, Ոչ չէ։ եմ ասում։ Տոմուսը սնգել է։ Չէ, այ ախպերս մի 10 տարի առաջ ջայլացել Ջայլացել այ եմ, տենց, չէ՞։ Բայց ես տենում, դες քանի հաղորդման մեջ բաժակս միրում, հիմա չկա ջուրը խմի։ Ով գիտեր, ով պատկերացներ։ Աղջիկները ինչ բոյով թիկ նստել են, դու չկազնիչել ես արդեն։ Իրականում անկեղծ այսօր դուք սենց եք ասում, բայց եղել է չեմ հիշում որ Մի 10 տարի տարիքում առաջ այլեիք ասում դուք։ այո, այն որ ահա որ ձեր մեծ ֆանատն է, որ Վենյան միգուցե այդքան չէր ընկալում, չէր նայում այդ բանակում, ինչքան ես այնքան, այդպես օր ու գիշեր, եթերային ժամեր կար, չէ՞, պապայիս հետ նստում էի, գիշերները նայում էի, այտենց, այն որ նույնիսկ չէր, Որ կերպ պատկերացնում ենք Ռուսաստանում էինք ապրում, Համբարձումին։ Տեսա՞ք։ Հա, բայց տես ինձ թվում է որ դու շատ նայել ես նմանատիպ թեկուս մեր պրոյեկտի նման պրոյեկտներ, հայերենը քո մոտ շատ ավելի վարժա, քան վենյայինը, ես ճիշտ եմ։ Հայերեն սովորացինք։ Դու ոնց որ ավելի արագ Սլենգն ես ասում։ հայերենի Բանի, հա, Չաստի բարբարով ա խոսում։ Շատ եմ երևի շատ եմ զրույցում ես հայերեն, թե գործնական, թե արորիայում, նաև ոնց որ ես վերջերս հաղորդ հավարել եմ ոնց որ փորձում այդ ուղղությամբ էլ շարժվեմ, թե դերասանական ոլորտում ես էլի ինձ փորձել եմ, շատ եմ կարդացել, շատ եմ մարդկանց հետ ավելի շատ ես կոնտակտի, նույնիսկ այն մարդկանց հետ ում հետ Վենյան պիտի համագործակցեր, բոլորի հետ, միջև Վենյայի հետ ոնց որ հանդիպելը ես եմ շատ զրույցներ արել, երևի դրանից է էլի, թե չէ, այտենց առանձնահատուկ։ Վենյային ինչ որ դու անում ես կերպար է լրիվ այդ բլոգում։ Կերպարեր։ Դու նման ես կյանքում այդ Ոչ։ այն Վենյային ինչ որ տեսնում ենք մենք։ Միակ բանը, որ նմանացնում էր ինձ, այդ մի բառն է, որ այսինքն է, հա, իրոքից ես ամեն օր էլ ասում եմ, որ այդ բառը իրոքից ես սիրել եմ, ես չեմ ասում, որ դա էր կերպարը։ Կերպարենը, որ ես շարունակում էի притворяться блондинкой։ Որ Դա շատ բարդ է իրականում։ Դա դժվար է իրոքից։ Ես օրինակ չեմ կարողանա։ Ես ինձ չեմ պատկերացնում։ Ես ինձ միշտ ճանաչել եմ խելացի մարդ, փոքրուց ես միշտ ձգտել եմ, որ բոլորը ասեն, «Վախ, շատ խելացի է, որ»։ Հա, բայց հավատացել են մարդիկ, ստացվել է օրվա։ Հա, հավատացել են այն կարգի, որ հիմա որ ասում եմ, որ ունեմ 2 հատ կարմիր դիպլոմ, ասում եմ ոչ, դա Առած է այտենց են, որ մտածում եք լավ եք անում։ Ես մի հատ աղջկա էլի հանդիպել եմ Վենյա քո ֆորմատի, ինքն էլ այտենց տարօրինակ բլանդինկա բաներ խոսում։ ինքը շատ խելացի աղջիկայի դեպ ես հասկացա ում ասում Ես եմ դուք։ անկեղծ ասած, չգիտեմ անուն ազգանունը, բայց երևի պատկերացրեցիք ինքն էլ այտենց։ Չէ՞ որ ասում անիկդոտ ու այտենց մի շատ բան այտենց շատերը հանդիպած կլինեն։ Ես հետո ուսումնասիրեցի իր էջը, հասկացա որ այդ աղջիկը խաղում է։ Ինձ մոտ տպավորություններ որ ինքը այնա ինչ որ ներկայացնում է, էլի։ Տվյալ դեպքում ինչ որ դու։ Դա նրա դուրս է։ Իսկ մասնագիտությամբ ինչ ես դու։ Ես ֆինանսիստ։ Երկու կարմիր դիպլոմն է ֆինանսիստ է, այն մեկը հերիք չի եղել, մի հատ էլ ես Մեկը գնաց։ քոլեջ։ Հա։ Մի րոպե, ընկերներ, դու ֆինանսիստ, դու Я тоже։ ֆինանսիստ։ Ախպեր, դու ջոգում ես ինչա կատարում։ Հա, դրա համար ձեն չեմ անում։ Ծպտունս չի։ Տենում ես ինչ են անում։ Ուղղակի ինքը ոնց որ ավելի ուժեղ ֆինանսիստ է։ Դրա համար ինքը պրոդյուսերն է։ Այն երկու դիպլոմ ասելա քեզ պետք չի տուրից։ Դու նկարվի, ես կունենամ 3 դիպլոմ ֆինանսիստի, սա գցեմ տեղը։ Երեխեք, լավ։ Ընդունենք վաղը աշխարհի երեսից վերանում է բլոգինգը։ Սուպեր։ Ինչ Ես է սպասում եմ, թող վերանա։ Բայց իդեպ այդ հարցը շատերն են ինձ տալիս։ Սա զապասները ունեն։ Այո, մենք ֆինանսիստ ենք, մենք կյանքում սոց չենք ունեն։ Օրինակ ֆինանսիստ կարա աշխատի այկան, բանկիր, ես աշխատել եմ Բայց բանկում, ես չեմ այդքան կար հավանել։ աշխատի, ես ոչ Ուզում ասեմ ավելի մոտ է քո սիրտը այդ հաշվարկներին и так далее։ Ես էլ եմ իհարկե շատ գլուխանում, բայց это не моё։ Իմաց ավելի շատ այդ վարսավիրնա, մեյքափ արտիստ, вот туда я пойду։ Ես ունեի լիքը աշակերտներ, իրոքից, եթե մտածել, եթե TikTok-ը, Instagram-ը փակեն, հաստատ անցել եմ այդ սֆերային։ Հայկայի մեյքափը դու ես անում միշտ ամեն։ Հաստատ դու լավ Դու ինքդ ես քեզ անում, հա։ Ես
ընդհանրապես չեմ սիրում, որ իմ դեմքին մեկը դիպչում է, նույնիսկ իմ նկարանունների ժամանակ ես Դու ինքդ ես զբաղվում քո Չէ, մեյքափով։ լինում է պահեր, որ պիտի վիզաժիստ են ստիպված անի, եւ դե երբ որ գումարը վճարում են, դու չես կարող ասես, վայ, չգիտեք, ինչ կան ուզելով, չէ։ օքեյ, Հա, բայց այն որ նայում ես Չես առօրյայում եմ ասում, որ տնից դուրս եք գալի, արի բան, ես քո մեյքափ անեմ, այդ կարգավիճակը չկա։ Չէ։ Ես քո տեղը լինեի, որպես պրոդյուսեր իրավունքով, կօգտվեի նաև այդ առիթից ու ամեն օր մեյքափ անել կտա ինձ։ Արի էլ։ Մազերս սարքել կտա, արել մի հատ էս գործերը արա, ես սիրուն դուրս գամ։ Անենց միամիտ չի, մի տեղից էլ ինքը էդի 100% հետ կբերի։ կբերեր։ Ուրախ հաստում ձեր կյանքը երեխեք, լավ, հա։ Շատ։ Մալացի։ Մենք սիրում ենք կյանքը, շատ միշտ շատ պոզիտիվ ենք տրամադրված ու ուզում ենք որ մեր շրջապատող մարդիկ էլ տենց պոզիտիվով լինեն միշտ, բայց ցավոք միշտ չի որ տենց է։ Ես կուզեի մի հատ sense հաղթական բան ասեմ քո համար Վենյա ջան, ուզում եմ մեր բոլոր հիմա դիտողների եւ մեր հետևորդների համար ասեմ, այս աղջիկ ինչ որ դուք տեսնում եք բլոգում, իրականում տենց չի։ Ուզում եմ այդ իմանան, որ կոմենտելուց, որ ինչ որ բան են կոմենտում տակը, որտեվ պատկերացնում են թե դու այդպեսին ես, էլի, ես մարդը ֆինանսիստ, ուրիշ մարդ է եւ այդ բրանդինգան ընդհանրապես կերպար է։ Իդեպ ձեր հաղորդման մեջ դա ինձ թվում է առաջին անգամ Վենյան շեշտեց, ինչքան ես հիշում եմ։ Ես չգիտեմ դա լավ բան եմ անում ձեր համար թե ոչ, բայց կարծում եմ որ ճիշտ է որ իմանան որ դա բան է, դա կերպար է ուղղակի, ժամանակը եկել է։ Ոչ թե դու տես բլանդինգ ես էլի քո կյանքով ինչ որ այսինքն ու կուգու ուրիշ ոչ ման չգիտես էլի, այդքանն է։ Ես էլ կուզեի մի հատ պատմություն պատմեի, իհարկե մանկուց, փոքրից, այսօր հիմա մարդիկ ինձ հարցնում են ո՞նց ես դու դիմանում ես խեյտին, այսքան քանակին, то есть կասեմ շատ հեշտ, քանի որ փոքրից ես արդեն սովոր եմ դպրոցական վախտերին, իմ հետ առանց պատճառի չեն ուզում իմ ընկերները նույնիսկ խաղային, շփվեին, միշտ ինձ դեմ էին հանում ինչ-որ մեկի եւ հակառակը։ Ուղղակի ես էլ չգիտեմ այդ պատճառը, լուրջ եմ ասում, մինչեւ հիմա նախանձություն։ Իսկ բանա Ռուսաստանում է, չէ՞, որ Ռուսաստանում այո, բայց դա կապ չունի, ես Ռուսներ էին թե հայեր էին։ Հայեր էր, հենց կոնկրետ այդ հայերը, որ մենք շատ քիչ ենք մեր դասարանում։ Ես մտածա ռուսներեն ասերևի հայա, ոնց որ տենց այդ թեմայով էլի։ Փոքրում ես ունեցել եմ շատ դժվար վիրահատություն, որից հետո ինձ դպրոցում շատ պետք էր ամեն ժամը մեկ յոգուրտներ ուտել, что-то молочное։ Այդ յոգուրտները ուտելուց ինձ միշտ նկարում էին ու գցում էին ինչ-որ պաբլիկներ, գրում են եկեք մենք հավաքենք գումար, Վենյային օգնենք, որ ինքը սոված չմնա։ Հայերն էին անում։ Մինչև հիմա հիշում եմ, բայց ես երբեք չէի չարանում, ասում եմ Աստված կա վերևը ու Աստված ինձ տալիս է։ Ես շնորհակալ եմ ու չեմ չարանում մարդկանց հանդեպ, մինչև հիմա ես իմ ամեն աղոթքի մեջ ասում եմ Աստվածին ապրես իմ բարության համար, որ մինչև հիմա ես կարա չէ լինեի շատ չարը, չարությունին չարով պատասխանեի, բայց ես կնմանվեմ իրանց։ Ու իմ պատասխանը թե ոնց եմ ես մինչև հիմա տենց կանգնած, հպարտասելով չեմ կոտրվում ու գնում եմ դեպի իմ երազանքը, այն կոնկրետ դա որ ես փոքրուց արդեն տենց ասեց։ Закаленная։ Դա Ապրես։ Լավն է։ Սկսի իրանց յոգուրտ ուղարկել։ Նա Այս որ քեզ ճանաչել են դուրսը բան ինչ խնդալու, բանկավոր մոտեցել ասել են կամ ինչ որ։ կարատեի մասն պատմում։ կարատեի լեզվից։ Հա, կարատե, ջյուդո։ Օրովոս ջյուդո։ Ջյուդո։ Զգուշ եղի, ապրես։ Այդ որ տենց վերոնի տես տատեի փայլում է իր դու զգուշ եղի։ Տվին գետին դել այդ միսոն։ Դրա համար այկային մի հատ իմ հայացքը, այկային ամեն ինչ, պարզը չի դեռնում։ Դու չես գնացել այդ սպորտին։ Ես միշտ հեռու եմ տես բաներից։ Դու այդ օրերին ուր էիր գնում դաշնամուրի, ինքը ջյուդո էր գնում, դու ուր էիր գնում։ Դասի։ Ինչ մարզաձև ես պարապել։ Այո, փոքր ժամանակ, 11 տարեկան, հա, մի տարի ձյուդո եմ պարապել, դրանից հետո մի կես տարի կարատե։ Բայվո էր, սա որը Որ ասում եմ ես ուզում գարաժների եմ վրով էր Հա, տենց։ ես ուզում եմ ուղղակի ինձ ամենտեղ փորձել ու գտա ինձ։ Հասա հենց կոնկրետ։ Իսկ եղել է տենց դեպք, որ ինչ որ մեկին այդ ջյուդոն աշխատի, Եղել է։ դու հատ ոնց են որ ասում ես նկարվելու ծախում են ձեռդ քաշի, վերջում եկալում ես այդ
Ես շատ ուժեղ էի, ես ունեմ փոքր եղբայր, այկայի հետ։ Խեղճ երեխա, արդեն պատկերացի ինչ արել։ Ինքը շատ խելոք երեխա էր, փոքր ժամանակ ու իր հետ ոչ մեկ չէր ուզում խաղալ։ Когда мы играли там в догонялки, у меня տղա sense ասել։ Այս տղան չի խաղալու մեր հետ։ Ասեցի, ինչ։ Արիստև։ Մայկան։ Չգել ես Մայքել։ Բայց ապերին Վենյան էր միշտ պաշտպանում, հələ պատմի ինչքան դեպքեր ա եղել, որ այս բայվոյ Վենյային ես էր գալի, Վենյանը ասենց մատով ցույց էր տալի գնում է հարցերը լուծում, հələ պատմի։ Հա, եղել է ժամանակ, որ ես եմ լացելուց եղել, այկան եկել է, մատով sense ցույց եմ տվել, այկան գնացել է։ Помнишь? Դե ինձ թվում է դա նորմալ է, որ քույրիկի համար ես էլ որ հիմա նույնիսկ այս տարիքում իմանամ այկային մեկը նեղացրել է, իհարկե ձեռքերով չեմ հասնի, բայց Ձերքեր չեմ ասի, բայց ձերքերը կանե Այսինքն ինքը պետք է միշտ պաշտպանի, ամենամեծը ինքն է։ Մեծինով պաշտպանի, միշտ երազել եմ։ Հիմա իհարկե մեր աղբերը մեծացել է, ոնց որ մեծ եղբայր է, բայց ամեն դեպքում այդ տարիքների Բայց ասում եք, ես խեղճ մենակ տղա եմ եղել սաղ կյանքս։ Ոչ Ինչ արել եմ, ես արել եմ մենակ եմ արել։ Ես եմ խեղճ։ Չէ, իհարկե թող Աստված չանի պաշտպանելու ինչ որ կարիք լինի, երբևիցե ոչ մի հարցում, որ вообще դրա կարիքը չլինի, բայց դե всё-таки քեզ լավ զգում ես, որ կողքդ քուրիկ կա, եղբայր կա, այսին փոքրը լավ զգում, որ իր կողքը մեծ կա։ Քաղցր լեզու ունես։ Չէ, ասա տժժցնում եմ։ Ռուսկա, կարես նույնը ռուսերեն ասես։ Հա, կարելի է ես ռուսերեն։ Դավայ։ ու շարունակեք։ Կա չէ, մենք եկել ենք Ռուսաստանից։ Բայց լավ ես խոսում ռուսերեն գե։ Ես կիսառուսական կրթություն ունեմ, մեր ժամանակ Բայց ինչի կիսա։ Օրինակ ոնց կա ասում։ անկախությունը եղավ, թողվեց դպրոցները, ռուսական դպրոցները։ Օրինակ ռուսերեն ոնց կա ասես, էշնիչ գիտի, նուշնինչ է։ Это չի ստացվում, բանը որ չի Մատեսնում ես, ուրեմն թարգմանվում։ չգիտես։ Осел не знает, что такое греческий орех. Չգիտեմ, ախպեր չէ, հա։ Այլ էշնինչ գիտի։ Откуда он знает? Ահա։ Откуда знает осел, Откуда что знает такое осел? миндаль? Что такое миндаль? Մինդալ, տեսա՞ր։ Ահա, քխի թողա։ Տաժեցրինք Ես որ ռուսերեն չէի խոսում, Պիտերում, ասում էին, քիչ ես խոսում, ասում եմ 3 հատ բառ կա, հենց կարացա այդ բառերը թարգմանեմ, խոսամ, ասում էին որ, ասում էին ֆայմը, սամտը քտի ծագը։ Չի, բա չէ, լուրջ բաներ կա, չի։ Օրինակ մեկ էլ զանգ չողը չի թարգմանվում ոչ մի ձևի։ Դե զոփճողը կարաս մի ձև թեպե հանես, ֆայմն ու սամտը ոնց Ասա, ասես։ զոփճողը ոնց։ Գիտես ոնց։ Խանդավիկ։ Խադավիկն է։ Դե զոփճողը մալյաշիկն է, էլի, ժեշտանշիկն է, էլի։ Շատ բարդ է։ Բանը։ Շին մոնտաժ է։ Ես տենց մարդ գիտեմ, որ գնացել այնտեղ աշխատելու, դե զոփճող ասել են ինչ ես աշխատում, կենտրոնը работаешь, դե չի կարողանում ասել դե զոփճել, ասում է չնգը, Չոտքի ասել։ Չոտքիդ նկարագրել է, էլի։ Բլից հարցերը։ Բլից հարցերը, Բլից հարցերը տվել ենք, ես նայել եմ։ Ո՞վ է տվել։ Ուրեմն հարցերը տվել է։ ուղղված են երկուսիդ։ Կարող եք նաև չպատասխանել մատով ցույց տալ։ Ձեր մասին է երկուսի, օքեյ։ Ով է ավելի ծույլ։ Ծույլը գիտեք, չէ՞ ինչա։ Ծույլը չգիտեն ինչա։ Դե զոփճողի նման բան։ Не, вообще тупой это капчури. Դե զոփճողի նման բան, բայց թարգմանություն ունի։ Ծույլը բան, Ленивая. Кто из вас ленивая? դեպի հայրար վրա ենք։ Այդ երկուսն է քեզ սիստեմի։ Այե։ Так, հիմա հաջորդ հարցը, ով է ավելի էմոցիոնալ։ Էմոցիոնալն է ով։ Ինքն է, ավելի, օքեյ։ Ով է ավելի շատ ծախսում։ Թող։ Երկուսը ինքը ցույց տվեց իր վրա, լավ, օքեյ։ Իսկ ով է ավելի շատ աշխատում, վաստակում։ Նա այստեղ արդեն ինչ դառավ։ Հա, հավասար էլի, օրես։ Հավասար, հա։ Իսկ ինչ Սա հավասար էր։ Ընկերներ չեղավ մի բան, որը որ տենց առանձնանում էր իմ հարցերի մեջ։ Լավ, օքեյ, այսքանը։ Ունենք մի հատ մեր հաղորդման ֆորմատի մեջ տենց մի հատ բան, մեղքերի թողություն։ Պիտի ձեր ինչ որ մի մեղք, որ գործել եք, հիմա պիտի պատմեք, որ շատ փոշմանել եք այդ մեղքի համար, իսպավեդվացը, բայց դե իհարկե լուրջ չի էլի։ Կարանք բան անենք Ես չեմ հավատում, որ դուք ունեցու պատմես լուրջ մեղք եք գործել, որ հիմա չպիտի պատմեք ստեղ կամ պատմեք ստեղ,
Տենց կարա լինի, փոքր ժամանակ կարա լինի ինչ որ տենց բան, որ արել եք, անենք, այս բացերը սենց դնենք, ես բաց վիշենիկն եմ, դուք եկեք ես բարետեցը, չենք նայում էլ իրաց, скажите, сестра։ Շատ են այդ մեղքերը, բոլորս էլ ունենք լիք մեղքեր, մինչև հիմա ու կունենանք, հաստատ ինչքան էլ մենք ուզենանք չանենք, ապրենք, այո։ Մանավանդ անգիտակցաբար Իմ փոքր անգիտակցաբար մեղքը այն ա եղել, որ ես ձև եմ թափել, որ ես մեռել եմ։ Եվ Նեղացրել էր ինձ այն կարգի, որ ես արդեն չգիտեի ինչ անեմ, որ ես աղջիկը հասկանա, որ всё, պարկեցի անշարժ։ Սենց ստուգում էի ուղղակի մի աչքով Ես բաց։ հավատում բայց եմ։ հավատացել էի։ Բայց ոնց մի Մանիպուլատոր է։ Ստրեսի մեջ ես գցել էր իրան։ Աշխատել էր։ բայց չզգացի Ինչ մեղ, արի խոսենք նրանից, որ միշտ ինձ մամայի ու պապայի դեմ էր տրամադրում են, որ բանը ես նստած ինձ արդեն աչի տվեց են անում, ինքը, չէ, ինքը մամայի հետևը կանգնած, այսպես էր անում։ Это им мягкие մասն է խոսում, քո մեղքերի մասն։ Լավ, կներես, это не так получилось։ Իմ մեղքերից я не знаю, ես։ Դու ասա, դու ինչ ես սարքել նրա գլխին, որ տնեցիք իր վրա խոսան։ Տենց Կարող եմ ենք Можно график бана меня слезинку сюда поставить? Ինձ են միշտ բանարել։ Նեղացրել, Չէ, հա։ որ իր շամպունը թակում վերցնես, տենց շորերն է ես սիրում, շորերն է սիրում իր։ Օ, Հաղթել առանց հարցնելու, բայց գիտե որ եթե տուն հասնեմ, всё, կսպանի։ այդ կարգի որ ուզում եք կողպեք առնեի ու փակեի։ Ես միշտ իրան տալիս եմ, ինքը չէ։ Հա, ինքը չի սիրում, որ իր Ինքը չի շորերը սիրում, հա։ Դա էլ է մեղքի միջ այլոց քեզ Բայց խե եսը չեմ սիրում բրատ։ Ադելա կատակ Բայց հիմա Բայց հիմա արդեն ոնց ինձ թվում է բոլորն են նկատել։ Հիմա արդեն իմը քոնը մի վիլիսա ենք մնացել, ինչ։ Դե հա, բայց իրանց պարագայում երկուսը նույն ռազմերի, նույն ֆորմատի երկու քուրիկ են, էլի հիմա գարդիրոպը բացես, որը դուրը ինչ եկավ, այնի հակնելու է դուրս գալու։ Ով առավոտը թելնում է։ Չգիտեմ, ով առավոտը թելնում է, Ну да, ով հասցրեց։ Ով հասցրեց այդ տակումը, ու այդ օրն է հարսի պես ուզում էի հենց այդ հակնել։ Բայց ինքը միշտ զիջում է, ես այդ ասեմ, եթե օրինակ շորիկ, որ ինքը արդեն պլանավորել էր հակնել, ասեմ այո, լավ կլինի, եթե ես հակնեմ, ինքը ասում է, բայց վեն հա, կարես հակնես, ինքը միշտ զիջում։ Բայց մի հատ մեծ բայց դրա համար է, մեծ, որ ինքը միշտ զիջում է։ Զգացվում է այս տխրությունը։ Հա, իհարկե, ես արցունքները տեսնում եմ, այկա, տեսնում Բայց եմ։ կդնեք, լավ։ Գնում է, հիմա գլուր գնում է արցունքները։ Չէ, բայց մեծ քրոջ բանը, ինչ անունը, դարդը չէ, բայց как сказать, Ноша, Հոքսը, հա, շատ մեծ այն, բոլոր старшие, все старшие сестры меня поймут։ Ես ասում եք մեղք, չգիտեմ, այս բան չեմ կարող։ անմեղ մարդ է այս մարդը, բան մի։ Արսիո, սուպեր, հաճկա։ Մենք ունենք նաև մի հատ sense խաղ երեխեք։ Պետք է այստեղ ունենք այս բադիկի տակ sense ծվիկ, որը որ դուրս է գալի։ Ես ձեզ առաջարկում եմ սա եւ մի ծվիկ առաջարկում եմ։ Կարևորը կուլ չտանք, հա։ Հա, կարևոր կուլ չտակ եւ մի ծվիկ էլ առաջարկում եմ Վենյային։ Պետք է այս միատոն շվիկով ծվծվացնել եւ շշվացնել ինչ որ մի երգ, ցանկալի է պոպուլյարնի երգ, որ մենք իմանանք, որ մենք կարողանանք գուշակել այդ երգը։ Դուք պետք է գուշակեք։ Մենք պետք է գուշակենք ու իդեպ մենք մրցում ենք, ես Արտյոմը Էմիլի իրար մեջ մրցում ենք, ով է ավելի ուժեղ գուշակիչ է։ Հեսա Վենյան իր թազա երկերից է սվիստոկ տալու, մենք ոչ մեկը չգիտենք։ Ով ամենասովրեմեննի։ Բայց երգ չէ, որ ասես այդ my авторская песня, ու մենք կյանքում չիմանանք, էլի ինչ։ Трендային երգ современный։ Մենք հասկանանք ով ամենաշատը նստում TikTok-ում։ Սավրիմենի, Չէ, այս TikTok-ը ոչ մեկս չենք։ Ոչ մեկս չենք, բայց փորձենք, հա։ Ոչ միայն TikTok-ում, Instagram-ում։ Բայց մի հատ շփշվածրու փորձի, որովհետև իրանով հեշտ չի ինչ որ բան անել, երգ նվագել, շատ է ֆալշերը։ Ու միատոն է ինքը, չես կարող վերև ներքևներ անես, էլի։ Կարևորը կուլ չտամ, բоже мой։ Всё, պատրաստ։ Քչի։ Կարևորը։ Ու դեմքին պահի գևի նոր փչի։ Իհարկե, չես։ Нет, подождите, не получится, դուք եք չեք գուշակի, սպասի։ Բարդ է, ես ասեմ, նվագելը շատ բարդ է։ Իսկ կարամ ես բադիկը սենց անեմ։ Բարդ, բայց դրանով вообще չես, вообще բադով չի ստանում։ Кстати, ավելի լավ։ Давай։ Լուրջ ես ասում։ Ստադիոնում ենք։ Ստադիոնում ինչ են երկում։ Հետներ երկում են, բայց Ես գիտեմ, հա, հասկացա, դուք հասկացաք։
Մենք չէ։ Մեզի հին բաներ, արեգակին պետք է։ Չէ, Ուսաններից բաներից աշուխ։ եթե մի րոպե ինքը TikTok-ում ասեցի շատ տարածված բան, հա։ Աշուխ շահենից։ Երկեմ կարող է լսեցնեք։ Evade se la sopi, no parece so, mina linda perigosa. Нет? Վայկեք։ Էդի չգիտենք մենք այդ երգը։ Okay, հին երգ։ Հա, հին։ Հի։ Նույնն է։ Բարելը ստացվում է մոտ։ Ana patiare. Չի հնարավոր չէ։ Չէ, բացառված էր, որ Դե հիմա ես եմ անում դուք կրայք։ Սև աչ։ Չէ, ասեմ։ Իմ երկերի մեջ եմ երկում, aber չէ։ Չէ, տակին կռայես դες բան։ Ոնց կրայես, այո։ Նա դժվար է։ Հայա։ Երկի չես։ Այսի դրա մասին Երևի։ ստեղով կարող ես էլի մի քիչ։ Դավայ։ Պիտի կուշակեք։ Դավայ։ Փորձենք։ Փորձենք։ Դու մեզ շանտաժ մի արա, մենք պիտի գուշենք։ Պիտի։ Մեկ վարքան։ Можно? Я так лучше. Литур? Էլի Այսի հայրոք բարթա։ Նա բան ասեմ։ Ապա ամենալավ որ ինքը հետը երկում է մեկը չի Կարաս չանես, ջոգեր։ կարաս հետի չանես պրոստը երկես։ Կյանքի դերներն են մեզ Արա բանակով։ Բանակում։ Բայց այն աղջիկը հայերեն կարդում է, արծրել է։ Հա։ Ասեց սովորում եմ, չէ։ Հա։ Կարդում եմ։ Ահա։ Դարկը տիրուսիս։ Ես եմ քո հավատարիմ ընկերը։ Բան, հա։ Հա, այնտեղ հա։ Է խոսացեք։ Ստե սիգնալ է գալի։ Դու խոսա։ Չէ, ստեղ սիգնալներ են գալի։ Յո, շուր գամարդ։ Չէ։ Հա, պրոստը գղ է իրանում։ Գղրի է։ 2 տարեկան երեխա է, մինչև ռու ես անում, այդպես գղ։ Բրամ։ Вообще մանեստի չէ էլի բան։ Փաստի առաջ ես, հա։ Սկսեց էս, ասում եմ մի խոսեցեք։ Չէ, ինչ է։ Չէ, չի լինի։ Լուրջ ես ասում։ Որ քիչ նման արեցիր։ Ոնց արեց տենց է։ Ինչ տեսել ես վերարտադրեցի, բայց դու չես ջոգի ինչա։ Հա տենց է գալի, արդեն վատ է սիգնալը գալի։ Գնայցը։ Ինչ տեսել եմ, հա։ Ես եմ։ Հա, նայեցի։ Всё, ասա։ Օրո։ Давай, маятники в тулкине эти. Ага, հասկացա ինչ է։ Ու всё։ Հա, ու всё, да? Всё։ Օրսա։ Նայ, ես չեմ, էսի գերնա։ Դու вообще Մի անգամ է։ Էսա։ Բան չի փոխվում իմ կյանքում։ Արջ։ Ինչ։ Արջ։ Արջ, ապրես։ Ճիշտ է։ Այո, արջ չէ։ Ոնց է Բայց ստալու։ Լավ, եկեք sense, մի հատ էլ ցույց տամ։ տիկ-տիկ։ Ցիտիկ։ Տիկ-տիկ։ Կտամ գլուխդ կծխել։ Տերմինատոր, ռոբոտ։ Գենիալ։ Առաջ բայց աշխատ Ռոբոտ Տերմինատոր, ռոբոտ Ռոբոտ։ պոլիցեյսկի։ Ռոբոտ պոլիցեյսկի։ Կատաղած ռոբոտ։ Տերմինատոր 2։ Պրոդյուսեր ռոբոտ։ Այսօր իմ մասին պատմի, լուրջ եմ ասում։ Ռոբոտ կուկու։ Ռախապում է էլի ջոգի։ Ջյուդոիստ ռոբոտ։
Թուղթը ցույց տուր տեսնենք ինչ է Հայկա։ Հայկա դասի։ Այդքան էմոցիա ցուցաբերել։ Էմոցիոնալ ռոբոտ։ Պատկերացնում ես դու էմոցիոնալ ռոբոտ էր ցույց տալի Հայկա։ Как вы могли не угадать? Այո, էմոցիոնալ ռոբոտ, պատկերացնում դու չկարողացար գուշակել մի անգամ։ Ես եմ գրում։ Էմոցիոնալ ռոբոտը բան։ Այ, Ժղայնացած կրիշկա։ յուղ վառող կույս։ Ես պատրաստ եմ։ Այո։ Նատը։ Էսի ալը նայ։ Էդի ա։ Հա։ Ինչ է աչներ։ Սանք։ Մենք չգիտենք այնտեղ ինչ է կատարվում, բայց ուրախ է ամեն ինչ։ Հա։ Հա, օքեյ։ Շո վերջ այդքան բան։ Հա, Всё, ֆրա։ Հա։ Ձենը կարայր չանե։ Այսինքն մի հատ էլի, ջո տենամ ճիշտ եմ հասկացել։ Դե հա, բա։ Հայկա ջան, նայ, շատ բան Ճանճ։ Հա, բայց ինչ շանջա մենք իմանանք Կատաղած։ գովազդից հետո։ կատաղած ջանջ, կատաղած Շանջակ իմանան գովազդից հետո։ Անտերամադիր ճանճ խոսք, եսի։ Էմոցիոնալ չէ։ Կարկարուն ջան։ էմոցիոնալ ջանջ։ Միայնակ։ Նադաեդլիվի ճանճ, բայց ոնց հայերեն Նադա ասեմ։ էդլիվի։ Զզվեցնող։ Հենց այդտեղելու նադայդլիվի։ Զզվեցնող, հա։ Իսկ հիմա ճիշտ պատասխանը 3 բառ։ Լայվի ժամ։ Լայվի ժամանակ ժամանակ ինտերնետը ինտերնետը կորում է։ Այս ճանճ։ Ինչ ջանջ։ Այդ ո՞նց եք հասկացել։ Գցում ջարդում ես, չգիտես ինչ անես, հետո որ շուտ հայտնվի։ Այդի հերախոսն է ջատում։ Էդի հեռախոսն է էլ։ Օրենց ինչ էր ադա։ Հələ բաց հարցակ։ Դե ցույց տուր, չէ՞։ Դե ցույց տու։ Ջուբս Այո։ ինչա մեջը գրած ոչ։ Շո, ես գործի մի վարքան։ Հա։ Ասպես գործի։ Չզանգես մի երկու րոպե։ Աստե չես պատկասում ինչա կատարվում ստեղ։ Հետո ու всё։ Լուրջ ես աս։ Էմո բռնվի։ Ա ինչ է։ Չեմ կարա մի վարքան։ Ինչ է դա։ Արչնա։ Արչն, արչ։ Ինչ է դա։ Էդի ինչ է։ Հա չեմ կարող մնաս մասի։ Ժպիտ կա չէ, հələ պետք չի ժպիտը։ Չեմ կարող պրոստը խնդալս դսպեմ, հա։ Պրոստը նայել, հա։ Չես պատկերացնում էլի ինչա կատարես։ Ծամակ զորյալ։ Արտյոմ դե ցույց տու, մենք չգիտենք Ես այդտեղ ինչ է ցույցել եմ կատարվում։ դու պատրաստի որ հեսա քեզի էդի որ ցույց տաս ինչ կերնի Դե գեվ։ ցույց տու։ Արա էդի է ծամակ զորն է։ Ցավանք զորի արվեստ, հա։ Ոտը հասկացել, պարտադիր։ ինչ է։ Ոտը պարտադիր։ Ոտը պարտադի։ Այո։ Ինչ է իրար է որ ոտը ցելի Արդեն չեմ մելենա ճուրարի։ Մեն ճուրարի, չէ կոմ ճուրարի, ոտը Ես իրար է որ կոմ, չէ։ ես կոմ։ Հաստատ մի հատ շուր։ Հա։ Հա, էսի պարտադիր բան է, էլի դետալ է։ Ոտը Հա։ Ճիշտ ասած չգիտեմ։ շարժվում է, լա։ Ապա դու ուշադիր նայ այդ ոտին, որ մեզ տոշնի ցույց տաս։ Ճիշտ ասած չգիտեմ, Եթե պարտադիր կարևոր դետալ է։ Արա բրատ էսա կարոջի։ Ոտին ուշադիր։ Ամբողջ գաղտնիքը ոտքի մեջ է։ Սա պարտադիր է, հա։ Դեմքից նայ, ոտից նայ։ Ապա լուր, այսինքն, հեսա, ինչ կա հեսա, всё։ Դե հիմա տենց է այդ գների մեջ։ Չէ, մեկ է դեմքը։ Դու քո դեմքից չեմ կարող։ Ցամակ զորն է։ Լավ։ Նա Հայկա ջան, ուրեմն պատմությունը էսպիսին է։ Ոտին ուշադիր։ Ասма ոտին ուշադիր։ Բայց դեմքը տենց չէր արտահայտում, դեմքս է պրոստը խնդած գաս, բաս Էմիլի դեմքը։ Ինչ բլնկյաց նաչնիկ։ Հա տղայք մի խնդացեք։ Բլնկյաց նաչնիկ։ Ցամաք ձորի աղվես։ Ինչ է դա։ Բայց մի քիչ Էմիլը դաժե ավելի սենս էր անում։ Ինչ կա։ Կրեդիտոր։ Ինչ։ Կրեդիտոր։ Կրեդիտոր, կրեդիտ տվող էլի, կրեդիտոր։ Չէ, պարտքատեր։ Պարտքատեր,
Հա? Չէ, այքանաս։ Հա, այդ ապա, այդ էլ դու ասում։ Պարտտվող։ Չէ, պարտքին որ ասպասում։ պահանջում է։ Չէ, եթե տենց լիներ, այն որ եթե տենց մի $10,000 պարտքա ուշացնում է, դա լրիվ ուրիշ դեմք կլիներ ինձ թվում։ Կարող անայինք Վենյան ոնց է ցույց տվել հետո։ Միատ նայենք, էլի բոլորս։ Չէ։ Դու Արտյոմին ինչ ես ցույց Մի տվել։ հատ էլ հա ցույց տուր։ Ես դիմացել եմ։ Այնշեր մի բան։ Դու կարող ես գուշակես։ Մարդ, ով որ գիտի ճիշտ կամ աղջիկը, որ գիտի։ Ջղային Բանակ բարը խոսում, չէ։ բռնա Ով ես դու արա, էլի այդ դեպքում։ բան կնոջը բռնացրած Հակառակը մարդուն Պատրաստեք։ Հա, պատրաստեք։ արեսան Այ բալատենակ ինչա։ Անտեսանելի մարդ, շատ նման էր Վեն։ Շատ։ Վենյան, սուպեր ցույց ես տվել։ Անտեսանելի մարդիկ միշտ տենց են լինում։ Միշտ տենց են անում, տենց են լինում։ Արա սաղից Տենց են խնդանում։ լինում։ Սաղից Անտեսանելի խնդանում դու էդի տենում ես անտեսանելի մարդուն ինքը ոնց է անում։ Это непредвиденный человек, а чистым хаскал. Это не то, что непредвиденный. Անտեսանելն է это невидимка, А, невидимка. невидимка человек. Это человек-невидимка. Երեխեք ջան, ապրեք որ եկաք։ Մենք ձեզան շատ շնորհակալ ենք, մենք ձեզան շատ բան սովորեցինք, որտեղ այդ աշխարհից մենք շատ հեռու մարդիկ ենք, նոր ուզում ենք մտնենք, բայց մեկը իմաստ չունի։ Մերսի որ եկաք, մենք շնորհակալություն ենք հայտնում նաև մեր գործընկերոջ կողմից, Սարլի ընկերության կողմից ձեզ շատ սիրունիկ նվերներ ենք հանձնում։ Ու անպայման ուզում ենք տեսնենք ձեր ռեակցիաները, ասենք, վաու, ոնց եք ուրախանում օրինակ, կամ չեք ուրախանում, չգիտեմ, բայց ինձ թվում է կուրախանաք։ Չես կարող ասես, չես կարող ասես։ Աշխարհ տեսած մարդն էլի։ Չէ, վաուն լսեցի, լավ էր, արդեն լավ էր։ Օգնեմ քեզ։ Что длёвно. Ути-ути, Лери, ути, Можно угадать, это Сапоня. зефирка, правильно Нет, не понимаю? зефирка. Съедобная? Не кажется, съедобная. нет, это Съедобная? Сапоница. Կրահեք ինչ։ Այ ապրես сапоня. օջարա Спасибо большое, это так мило. Շատ անսպասելի ու հաճելի։ Վրան իդեպ գերություններ կա։ Կարաս արջուկով լվացվես օրինակ երեք այն չէ՞։ Зефирайка. Зефир. Это не зефирка. Գիտեմ որ դժվարանում ես հայերեն կարդալուց Չէ, Կարդաս։ Մենք вот այդպես так մեր могу հյուրերից прочитать մեկին быстро, բայց ինձ խაფել միած էինք։ ժամանակ տվեք։ Դες շատ նման ասենք ելակը բանման մեջը կար, այնց գցեց բերանը ծամեց, Դե մոշ էլ արդեն կա փուչիկներ էր հելնում բե։ Եվ հին սերերը։ Կարեմ քոնտեսնեմ միատ։ Դու ես կարդամ։ Ух ты. Տես բուրում են ծաղիկ ու սեզ։ Սեզ։ Սեզնեմ, չէ։ Ահա։ Շատ փոքր է։ Սեզ։ Եվ հին սերերը նորանում ամեն տեղ է գարունն այսպես, բայց ուրիշ է Հայաստանում։ Ավրես։ Ո՞վ է հեղինակը։ Ադաշես։ Պրոստը նեյով էլի Գևորգ Շատ Գևորգ գեղեցիկ է Գևորգ կարծում։ Իմն էլ գարուն այնքան ծաղիկ է։ այնքան ծաղիկ է վարել այս գարուն ծաղիկը։ այնպես պայծառ է կրկին։ Գարուն այնքան Տերյան։ ծաղիկ Շատ գեղեցիկ է, շնորհակալ ենք։ Շատ Ձեր շնորհակալ միամսյակը եմ։ շնորհավոր։ Մերսի շատ։ Շնորհավոր Եք եք։ գեղեցիկ, միշտ А у ժպտակ тебя եւ что за ուրախ։ животное, У Виня? меня мишка. Ты зайчик. На постак. А у меня как будто Напостака, сова, да? сова, У меня ага. сова. Ой, прям можно? Прям вот так вот. Это- Այս սավան գիտես Это похоже на мои глаз. Դա որ աչքերդ որ մեծացնես։ Հա չէ։ Որ ի սովորես իրանոման այդտենց աչքերդ մեծացնես, էլի։ Այդ դրա համար է սավա։ Շատ շնորհակալություն, Ապրեք, շատ երեխեք, զգացված ենք, երեխեք։ իրականում չենք սպասում, շնորհակալություն։ Մենք այսօր շատ բացահայտումներ արեցինք, շատ հետաքրքիր հաղորդում։ Հրավիրելու համար շատ շնորհակալ։ Для меня честь։